Անցնենք 3 նյութերեն առաջինին ժողովրդական դեմոգրաֆիայի մարտահրավերին։ Իրողության ծավալը պատկերացնելու համար ցեզի որպես օրինակ նշեմ Ռուսիան, որ դարեգան 800,000-ին 900,000 բնակիչ կգործնցնի։ Այս ժողովրդական բնակչության թիվի անկումը քոյութենական existential մարտահրավեր կներկայացնի տարբեր երկրներու համար։ Տնտեսության եւ անվտանգության տեսանկյուններն։ Հայաստանի համար իր յուրաքանչյուր գնոջ 1.75 երեխայի ծնելիության թրությամբ իր 7 միլիոնի հասնող սպիրկը եզակի արիթմը կներկայացնի վերապնակեցման համար։ Սակայն անկախությունն ի վեր ոչ մեկ կառավարություն գիտակցած է այս ներուժի կարևորության կամ մշակած ռազմավարական ստրատեգիկ վերապնակեցման ծրագիրներ։ Պետք է շատ բարձ է մշակել լայնածավալ եւ համապարփակ նախաձեռնություններ քիբուցներու մոդելով, ստեղծելու համայնքներ հարյուրավոր ընտանիքներու համար, ապահովելով բնակարան եւ աշխատատեղ նաեւ IT-ը եւ ծառայությունները տարբեր բնակավայրներու մեջ, ընդլայնելու համար վերապնակեցման ծավալը։ Նման ծրագրեր իրագործելը կպահանջի սերտ համագործակցություն public and private sector-ի, հասարակական եւ մասնավոր հատվածներու միջեւ։ Մասնավոր հատվածը լա հայաստանյան, սփյուռքյան կամ օդար։ Հոս կառավարությունը ոչ թե կառուցելու, ֆինանսավորելու բերը պետք է վերցնի, այլ բարձրապես նախաձեռնե, առաջնորդե, նաեւ դրամատրե հողերը եւ պետք եղած ենթակառուցվածքները, ջուր, էլեկտրականություն, գազ եւ համացանց։ Մինչ մասնավոր հատվածը կստանցնե բնակարաններու եւ գործադեղերու զարգացումը ֆինանսավորումը։ Այս ծրագրի հաջողության համար էականը երկու հատվածներու միջև սերտ համագործակցությունն է։